Շինարարության ոլորտը Հայաստանում առանձնահատուկ ընկալում ունի եւ պատական չէ, որ Հայաստանի անկախ հանրապետությունը վերահաստատելով շինարարի օրը այն դարձել է ավանդական, փաստելով, որ շինարարությունը եղել եւ մնում է մեր երկրի տնտեսության կարևոր առանցքային բնագավառներից մեկը։ Անցյալ տարի փայլուն վարպետների փորձն ու հմտությունները համադրելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներին դուք այսօր կառուցում եք ավելի բարձրորակ եւ սեյսմակայուն շենքեր։ Ցանկանում եմ ուրախությամբ ընդգծել, որ հայկական ժամանակակից շինարարությունը շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթները այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով իրավի հպարտանում ենք։ Կառավարությունը այսօր նոր նախագծերով եւ ծրագրերով նպատակաուղղված ջանքեր է գործադրում երկրում շինարարության ոլորտը զարգացնելու, շինարարական կազմակերպություններին եւ կառուցապատող ընկերություններին աջակցելու նպատակով նախատեսելով հիպոթեկային վարկերի միջոցով խրախուսման մեխանիզմներ։ Արդեն իսկ ձեզ են սպասում ներդրումային քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում, Հին Երևանը, Ֆիրդուսի թաղամասը, ինչպես նաև բազմաթիվ ուշագրավ նախագծեր հանրապետության մարզերում, ենթակառուցվածքների, դպրոցաշինության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի այլ ոլորտներում։ Սրտան շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի շինարարի օրվա արդիվ։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ արձանակի հարգանքով է վերաբերվել շինարարներին ու գնահատել է նրանց աշխատանքը։ Մենք այսօր էլ հպարտանում ենք հայ վարպետ շինարարի ձեռքով կառուցված բազմաթիվ կոթողներով, որոնք մեր ժողովրդի հազարամյակների պատմության վկաներն ու ապացույցն են։ Այսօր էլ դուք եք շարունակում մեր վարպետ նախնիների ավանդույթները եւ նվիրված աշխատանքով նաեւ ձեր հետքն եք թողնում մեր երկրի ու մեր քաղաքի պատմության մեջ։ Ասում են շեն է ու ապագա ունի այն երկիրը, որտեղ չի լռում շինարարի մուրճի ձայնը։ Ու ես վստահ եմ, որ ձեր շնորհիվ այդ ձայնը կշարունակի հնչել միշտ շենացնելով մեր երկիրը, մեր մայրաքաղաքը։ Կուզենամ, որ առաջին հերթին հիշեցնել, որ անցած տարի այստեղ մենք խնդրեցինք կառավարության ղեկավարին, պարոն Աբրահամյանին, որ արդարացի չէ, որ շինարարները չունեն վաստակավոր շինարարի կոչում եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամիսներ առաջ ընդունեց այդ որոշումը եւ ներկայումս օրենքի նախագիծը գտնվում է ազգային ժողովում։ Կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել կառուցապատման ուրեմն ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ, սա եւս լինելու է շարունակական, անընդհատ եւ ես կարծում եմ այն արդյունքները, որոնք որ երեք զեկուցվեցին կառավարության նիստում, դրանք իրական են եւ տարվա վերջ արդեն որոշակի տեղաշարժը ուղղակի կզգացվի, իսկ եկող տարի բոլոր այն ծրագրերը, հատկապես ներդրումային ծրագրերը, որոնք որ արդեն պատրաստված են եւ կյանքի ուղեգիր են ստանալու, շատ ռեալ կերևա արդեն 2016 թվականին։ Հունվար հունիս ամիսների մենք ունենք 0.6% արդեն դրական աճ շինարարական ոլորտին, բայց այն քայլերը, որ իրականացնում է կառավարությունը, քաղաքաշինության նախարարությունը, համոզված եմ եւ ապագայում այն ծրագրերը, որ պետք է իրականացնենք, կնպաստեն այդ ոլորտի ավելի մեծ ակտիվությանը։ Եվ ես կարծում եմ մենք քայլեր իրականացրել ենք եւ ապագայում ունենալու ենք դրական տեղաշարժ, ուղղակի շինարարները մեր երկրի ավելի մեծ ներուժ ունեն, քան այսօր աշխատանք։ Դրա համար մենք պետք է փորձենք աշխատանքով իրենց ապահովել Հին Երևան ծրագիրը, Ֆիրդուսի ծրագրերը, դրանք մոտ $300 միլիոն ծրագրեր են, որ արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին սկսվել են աշխատանքները, հիմա նախագծային աշխատանքներ են կատարվում եւ ենթակառուցվածքների ճանապարհներ, ջրամբարաշինություն, կարծում եմ մենք ունենք մեծ ռեսուրս անելու ապագայում եւ կակտիվանա այդ ոլորտը։ Հին Երևանի համար ներդրում արածը ձեր որդու բիզնես գործընկերներ, անձնական կապերն եք գործի դրել համոզելու ներդրում անել այս Իմ որդին այդ բիզնես չունի, այդ ինչի մասին որ դուք խոսում եք արդեն 5 տարի դա չի գործում այդ ընկերությունը եւ դուք պետք է ուրախ լինեք որպես Հայաստանի քաղաքացի, որ ես իմ անձնական կապերը ներ եմ դնում եւ մարդկանց
հրավիրում որ Հայաստանում ներդրում անեն, դա կարծիքով վատ բան չի, լավ բան է։ Այսօր Հայաստանում իրականացվող շինարարական ծավալները ձեզ գոհացնում են ու արդյոք ինչ վիճակում են։ Ճիշտն ասած, ծավալները չեն գոհացնում, դա լավ ուրիշ չի, որ մենք այսօր, բայց եղած աշխատանքներն էլ աշխատում են բոլոր շինարարները կատարել որակով եւ որակագին բարձրացնել։ Ես ինքս 40 տարի շինարարության 40 տարվա մեջ զգում եմ, որ որակահագին շինարարության բարձրացել է եւ այսօր հանձնող օբյեկտները ունեն իրենց բարձրության վրա են գտնում եւ ամենաբարձր որակով հանձնում ենք բոլոր կառավարը։ Եվ տրանսպորտային ես ինքս տրանսպորտային շինարար եմ եւ տրանսպորտային շինարարության մեջ եւ քաղաքացիական շինարարության մեջ եւ բոլոր տրանսպորտային ոլորտով։ Շինարարության պարագայում Երևանի ու մարզերի միջև համաչափ զարգացում կա թե ոչ։ Կարելի ասել, ես ճիշտն ասած չեմ ուզում կոնկրետացնել, վերջին տարիներում մեր ղեկավարության այդ ջանքերով աշխատում ենք ջանքեր թափել, աշխատում որպեսզի այդ համաչափ զարգացում լինի, բայց բնական է, որ Երևան քաղաքը մի քայլ առաջ է համաչափ լինելու մնացած մարզերի հետ, դա բնական երևույթ է։ Այսօրվա ծավալները շատ անգոհացուցիչ են եւ եղած շինարարական մեր Հայաստանի պոտենցիալին չեն բավարարում եւ այդ պոտենցիալի զարգացմանը այսօր ուրեմն մեծ ծավալներ են պետք դրա մասին եւ խոսվեց։ Երբեմն ասում են քաոտիկ վիճակ է շինարարության ընթացքում նորմեր չեն պահպանում անվտանգության, չգիտեմ, գուցե սկսնակներն են շատ անգամ խառնում գործի։ Ձեր կարծիքով իրոք մտահոգիչ է այդքան վիճակը։ Չէի ասի, որ այդքան մտահոգիչ է, կարող է, իրոք կան խնդիրներ, բայց որտեղ աշխատում են միշտ էլ խնդիր պիտի լինի, իսկ այդ խնդիրները լուծվող խնդիրներ են։ Եվ դրանք համակարգված օրենսդրական դաշտում համակարգված են ամենայն դեպս եւ իրենք կառավարելի են այսօրվա վիճակով։ Բացի ծավալների ավելացումից, ել ինչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել այս ոլորտում։ Օրենսդրական շինարարության ոլորտի օրենսդրական փոփոխություններ, որի մասին մի շարք անգամներ խոսվել է, տեղյակ է կառավարությունը եւ ոլորտի զարգացման առաջընթացի համար անպայման օրենսդրական փոփոխություններ անհրաժեշտ։